Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Եղիցի լույս հոգևոր հաղորդաշարի հերթական թողարկումն է Ցայգի եթերում։ Այսօր էլ գործում է ուղիղ հեռախոսակապ ձեր մասնակցությունը հարցերով եւ առաջարկություններով բերելու նպատակով։ Հեռախոսահամարներն են 222 47 305 43։ Հաղորդումը եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդարանի հովանավորչությամբ եւ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աճապահյանի մասնակցությամբ։ Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բավական։ Ինչպես անցկացրեցիք նախորդ երկու շաբաթը, ինչ հատկանշական իրադարձություններ տեղի ունեցան թեմում։ Սովորական մեր առօրյաներ դպրանոցի որոշ փոփոխություններով զբաղվեցինք, որովհետև դպրանոց ուղարկվեցին 9 ուսանողներ Էջմիածնից եւ Սևանից, որպեսզի համալրեն մեր առաջի լսարանը եւ ավելի շատ զբաղվեցինք ուրեմն այդ մեր դպրանոցի վերակազմակերպումով այս ընթացքում։ Հետո օշագան պատարակեցինք թարգմանչած տոնին ամսի 11-ին եւ ամսի 12-ին էլ պատարակեցինք Քարաբերդում, այցելեցինք Քարաբերդ համայնք։ Այսպես որ սովորական մեր թեմական առօրյայով։ Սրբազան հայր եւ սիրելի հեռուստադիտողներ, այսօր առաջարկում եմ զրուցել մի թեմայի շուրջ, որին թեև մենք ժամանակ առ ժամանակ մեր հաղորդումներում անդրադարձել ենք, խոսքը աղքատության եւ հարստության մասին է։ Այս թեման ժամանակ առ ժամանակ մեզ հուզում է, քանի որ սա է մեր ապրելակերպը եւ ուստի ուզում ենք լսել Սրբազան հայր ձեր խորհուրդը, ինչպես վարվել մեկ կամ մյուս պարագայում։ Եվ նախ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, արդյոք աղքատությունը խելքի կամ ուժի պակասի արդյունք է, թե չափազանց ազնվության։ Հաճախ աղքատությունը այո խելքի եւ աշխատասիրության պակասի հետևանք է։ Հաճախ երբեմն նաեւ դժբախտ պարագաների, հանգամանքների, վնասի տարերային աղետի հետևանք է։ Բայց հիմնականում աղքատությունը այո աշխատասիրության եւ խելքի պակասի հետևանք է։ Եվ շատ մարդիկ տուժում են հենց դրանից եւ երբեմն կան նաեւ աղքատներ, որոնց համար դա դառնում է կենսաձև։ Իրենք չեն փորձում այդ աղքատության լուծը իրենցից թոթափել դուրս գալ եւ իրենց համար աղքատությունը դառնում է կենսակերպ։ Այնպես որ այո Աստվածաշունչն էլ այդ հաճախ ընդունում է, որ աղքատությունը միշտ չէ, որ հետևանք է բարության կամ որևէ կերպ չարի դեմ պայքարի ընթացքում բարու ժամանակավոր պարտության հետևանք չէ, այլ իրոք աշխատասիրության եւ խելքի պակասի հետևանք է։ Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ամեն քայլափոխին մենք տեսնում ենք։ Այսօր մենք ունենք մեծ թվով աղքատներ, որոնք ճիգ չեն գործում բացարձակ կերպով դուրս գալու այդ աղքատության ճիրաններից, բացարձակ կերպով ծուլության թմբերի մեջ են, սովորել են ուրիշի հաշվին ապրել եւ այդ ուրիշի հաշվին այդ փոքր ողորմությամբ ապրելը իրենց լիովի բավարարում է եւ հետեւաբար նրանք այո աղքատ են իրենց խելքի պատճառով կամ ծուլության եւ աշխատասիրության բացակայության որպես հետևանք։ Իսկ պատահում է, չէ, որ սա լինում է նաեւ չափազանց ազնվության հետևանք։ Չէ, չափազանց ազնիվ մարդ, եթե աշխատասեր է, չի կարող լինել աղքատ։ Չափազանց ազնիվ մարդը կարող է լինել աղքատ, եթե չունի բավարար խելք եւ իմացություն եւ կարողություն եւ աշխատասիրություն։ Գիտեք, կան մարդիկ, որոնք ազնիվ են, բայց չունեն, չի տրված իրենց այդ կարողությունը, այդ խելքը, այդ իմացությունը կամ այդ աշխատասիրությունը կամ այդ ֆիզիկական կարողությունը չի տրված իրեն աշխատելու եւ ձեռք բերելու։ Այնպես որ պայման չէ, ազնվությունը չի նշանակում, որ անպայմանորեն չափանիշ է աղքատության։ Չի նշանակում, որ ազնիվ մարդը անպայման աղքատ է։ Ազնիվ մարդը այո աղքատ է, եթե նույնիսկ ամենահարուստն է, որովհետեւ իր սիրտը կապված չէ այդ հարստությանը։ Գիտեք, հարուստ մարդը նա չէ, ով շատ ունի, հարուստ մարդը նա է, ով շատ կարող է տալ, ով կապված չէ այդ հարստությանը։ Իսկ աղքատ մարդը նա, ով կարող է շատ բան ունի, բայց շատ քիչ է տալիս։ Այնպես որ աղքատության եւ հարստության նկատմամբ վերաբերմունքով է մարդը աղքատ կամ հարուստ բարոյապես, այսինքն որպես բարոյական մարդ, որպես ազնիվ մարդ։
այնպես որ չի նշանակում, որ եթե մարդը ազնիվ է, ապա դատապարտված է աղքատության, ուրեմն եթե ուզում է հարուստ լինել, ուրեմն անպայման անազնիվ արարքներ պետք է գործի, այդպես չէ։ Բացարձակ կերպով ազնիվ մարդը ազնիվ աշխատանքով, ջանասիրությամբ, խելքով, կարողությամբ կարող է հասնել բարեկեցիկ կյանքի։ Պետք չէ անպայմանորեն ձգտել մեծահարուստ լինելու, բայց ազնիվ մարդը, այո, ազնիվ աշխատանքով կարող է իր համար եւ իր հարազատների համար բարեկեցիկ կյանք ապահովել, եթե ունի խելք, ունի կարողություն, ունի աշխատասիրություն։ Սրբազան հայր, մենք ունենք հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ հայ սուրբին լսելու համար։ Միայն մի բան, երկու բառով ինձ թող ինքը օգնեց։ Հայ սուրբ, ես կահանայի աղջիկ եմ։ Ու անկարող եմ, անգողնային եմ, եւ կույր եմ, եւ ոտքերիցս ինվալիդ եմ։ Ես չունիմ Տեր, ունիմ Աստված։ Ես իմ Աստծուն շատ կսիրեմ, բայց եկեղեցի այցելել չեմ կարող, ընդունելի է, թե անընդունելի։ Շնորհակալություն։ Եթե հիվանդ եք եւ չեք կարող, ի վիճակի չեք եկեղեցի այցելել, դա որևէ կերպ մեղք չի կարող համարվել, բնականաբար։ Այսինքն մեղք են այն մարդու համար, որ կարող է ի վիճակի է ժամանակել, ունի հնարավորություններ, ունի առողջություններ, ունի եկեղեցի այցելելու եւ չի այցելում։ Իսկ նա ֆիզիկապես անկարող է, նրա համար դա մեղք չէ բնականաբար եւ նա կարող է իր տունը եկեղեցու վերածել այդ իմաստով եւ բարբերաբար քահանային հրավիրելով սուրբ հաղորդություն ստանալ, այնպես որ հիվանդի համար, ֆիզիկական անկարող մարդու համար բարդադիր պայման չէ եկեղեցի այցելելը։ Սրբազան հայր, քանի մենք շեղվել ենք մեր այսօրվա թեմայից, մեկ հարց եւս ուզում եմ առաջադրել, որն ինձ հեռուստադիտող է տվել։ Կարող է մեկը դառնալ իր քեռու որդիների կնքահայրը։ Այժմ կնքահայր դառնալու համար որևէ մեկ արգելք չկա։ Առաջ կար արյունակցական կապի արգելք, այսինքն նրանք, ովքեր արյունակցական կապ ունեին, մեկի մյուսին կնքահայր չէին կարող լինել։ Այժմ այդ արգելքը վերացված է եւ հետեւաբար այդ աստիճանի հարազատություն ունեցող մարդիկ կարող են կնքահայր լինել։ Անշուշտ այժմ անավ չի քաջալերում, ասենք եղբայրը, եղբոր կամ նույն ընտանիքի մեջ մարդկանց կնքահայրություն, այո, չի ընդունվում, բայց մեկ ընտանիքից դուրս արդեն այդ կնքահայրությունը կարելի է, թեև դարձյալ չի խրախուսվում, բայց կարելի է, արգելված չէ։ Միշտ պետք է նկատի ունենալ, որ կնքահայրությունը պետք է մարդ շահել։ Այսինքն պետք է կնքահայր լինի մեկը, որը արյունակցական կապ չունի ձեզ հետ եւ դրանով դուք բարեկամական կապը ավելի մեծացնում եք, ուրեմն ձեր բարեկամական շրջապատը ավելի մեծացնում եք, ձեր քրիստոնեական ընտանիքը ավելի մեծացնում եք։ Դրա համար ավելի քաջալերելի է, որ կնքահայրը միշտ լինի ընտանիքից դուրս, արյունակցական այդ կապից դուրս։ Իսկ եթե մարդիկ որոշել են քեռու որդու կնքահայրը լինել, թող լինեն, այժմ այդպիսի արգելք չկա։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եղից լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Գործում է հեռախոսակապ 222 47 305 43 եւ այսօրվա մեր թեման հարստություն եւ աղքատությունն է։ Շարունակելով թեման Սրբազան հայր, ասացեք, կարիքները մարդկանց գցում են ստրեսների, մտածումների մեջ, հոգեվոր տեսանկյունից ինչքանով է վնասակար աղքատությունը մարդուն եւ կամ միգուցե հակառակը կարող օգտավետ է։ Հոգևոր տեսանկյունից եթե մարդը հոգևոր իմաստով առողջ է, նրա համար ոչ հարստությունն է վնասակար եւ ոչ էլ աղքատությունը։ Քրիստոնյա մարդու համար աղքատությունը եւ հարստությունը երկուսն էլ ժամանակավոր երևույթներն են եւ երկուսն էլ քրիստոնյան տանում է հավասարապես հանդարտ։ Ասեք Աստվածաշունչը երբ որ կարդում ենք Հոբ, ծայրահեղ հարստությունից հասավ ծայրահեղ աղքատության եւ իր վերաբերմունքը Աստծո հանդեպ չփոխեց, մնաց նույն հանդարտ իրավիճակի մեջ։ Այսինքն այս ժամանակավոր կյանքում, այս ժամանակավոր աղքատության կամ հարստության հետ կապված քրիստոնյան որևէ խնդիր չունի եւ նույն հանդարտությամբ ընդունում է եւ հարստությունը եւ աղքատությունը։ Չի ձգտում ուրիշին իրավազրկելով հարստանալ, բայց չի էլ փորձում աղքատ մնալ ծուլության պատճառով։ Քրիստոնյան աշխատում է, քրդնում է, ազնիվ աշխատանքով, եթե հարստանում է եւ եթե հարստանում է, այդ հարստությունից բաժին է հանում նրանց, ովքեր ի վիճակի չեն աշխատելու եւ աղքատությունից դուրս գալու, ասենք անդամալույզներին, հիվանդներին եւ այլն, որբերին, այսինքն այն մարդկանց, ծերերին, այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց միջոցներով իրենց աղքատությունից դուրս գալ։
Ուրեմն հարուստ մարդը դա է եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ հարուստ քրիստոնյան նա ով կարողանում է շատ տալ։ Դե Քրիստոսի առագը կա, չէ, այրի կնոջ շլուման։ Եվ այրի կինը Քրիստոսի համար ավելի հարուստ էր, քան շատ մեծահարուստներ, որոնք մեծ գումարներ գցեցին եկեղեցու գանձանակը։ Բայց այրի կինը գցեց իր ամբողջ ունեցվածքը, որը ընդամենը 2 լումա էր։ Այսինքն նա ավելի հարուստ էր, քան մնացած բոլոր մեծահարուստները, որովհետև նրանք իրենց ավելցուկից տվեցին։ Հետևաբար քրիստոնյայի վերաբերմունքը հարստության եւ աղքատության նկատմամբ սա է։ Հարստությունը անշուշտ բարեկեցիկություն է ստեղծում մարդու համար եւ արգելված չէ եւ դադարպարտված չէ Աստվածաշնչում եւ Ավետարանում։ Հարուստ կարելի է լինել եւ պետք է լինել։ Եվ հարստությունը պետք է օգտակար ծառայության պատճառ եւ առիթ դարձնել մարդկանց ծառայելու, հասարակությանը ծառայելու, հայրենիքին ծառայելու, պետությանը ծառայելու, եկեղեցուն ծառայելու համար։ Սրբազաններ, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ես Սրբազանին մի հարց ունեմ։ Խնդրեմ համեցեք։ Սրբազան, ես իմացել եմ, որ Պարիգոներում կաթ գործանի մոտ աղանդավորների համար ինչ-որ ժանտես բան են շինել եւ ողագանները հավաքվելու, ժողովները անցկացնելու համար։ Արդյոք դա ճիշտ է, եթե ճիշտ է, ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել։ Շնորհակալություն։ Այդ կողմերում զանազան ուրեմն այդպես խոսակցություններ կան, որ մորմոններն են մի շենք կնել, եւ այվականներն են մի շենք կնել, բայց քաղաքապետարանին մենք դիմեցինք, որ նման հարցադրումով, թե արդյոք նման բան կա, կամ արդյոք քաղաքապետարանը ինքը տրամադրել է որևէ նման շինություն, որևէ նման կազմակերպության, եւ պատասխան ստացանք, որ քաղաքապետարանը նման շինություն չի տրամադրել եւ որևէ մի կազմակերպություն էլ նման շինություն չի գնել։ Ընդհանրապես ինչպես են վարվում աղանդավորները։ Աղանդավորները, եթե որևէ կալվածք գնում են, որևէ շենք կամ շինություն գնում են անհատի անունով, ներկայանում են որպես անհատ, խաբում են փաստորեն դիմացինին եւ հետո գնելուց հետո այդ շենքը, այդ կալվածքը ծառայեցնում են ուրեմն աղանդի նպատակներին։ Շատ հնարավոր է, որ պոլիգոններում նույնպես նման մի դեպք կատարվել է։ Մենք դեռ վերջնական չենք ճշտել, թե ինչը եւ ինչպես, բայց ինչպես ասացի, քաղաքապետարանը այստեղ որևէ մասնակցություն չունի։ Շատ հնարավոր է, որ որևէ մեկի անունով, ուրեմն որևէ մի բան գնվել է եւ տրամադրվել է այդ աղանդավորական կազմակերպությանը հավաքույթներ կազմակերպելու համար։ Այստեղ որևէ բան օրինական իմաստով, օրենքի տեսակետից կամ եկեղեցական իմաստով անել հնարավոր չէ, որովհետև ազատ երկիր է, ամեն ինչ ծախվում է, ամեն ինչ գնվում է, ամեն մարդ կարող է որևէ բան առնել եւ վաճառել։ Մեր պայքարը կամ որևէ մեկի պայքարը պետք է այն լինի, որ այդ սրահը, այդ դահլիճը, այդ շենքը դադարք մնա, այսինքն չծառայի այն նպատակին, ինչին որ ուզում են փորձել ծառայեցնել։ Այս է մեր բուն պայքարի էությունը եւ մենք մեր ժողովրդին այդ է որ հորդորում ենք չխաբվել, չգնալ, թագարտը չգնել, զանազան սուտ եւ խաբեբայական պատրանքներով կամ նյութական ակնկալիքներով չգնալ եւ չծառայել ուրիշին չծառայել, այդ ուրիշ նպատակներին չծառայել։ Միակ ձևը այս է, ուրիշ ձև չկա, ոչ կարող ես մարդուն արգելել որևէ բան գնել, ոչ էլ կարող ես արգելել որևէ բան վաճառել։ Այս երկիրը վերջիվերջո այդ իմաստով ժողովրդավարական երկիր է, ազատ շուգայական հարաբերությունների երկիր է եւ ամեն ինչ կարելի է գնել եւ ամեն ինչ կարելի է վաճառել, այդ թվում նաեւ ցավոք այսօր հոգին էլ գնվում եւ վաճառվում է եւ մեր ժողովուրդը չպետք է վաճառի իր հոգին։ Սրբազան հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, ալո։ Լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք։ Հավանաբար կապը չհաջողվեց, լավ, մենք շարունակենք մեր թեման, միգուցե մեր հեռուստադիտողը նորից կփորձի։ Շարունակելով մեր այսօրվա թեման, Սրբազան հայր, աղքատությունը երբեմն մոտեցնում է մարդուն դեպի Աստված, ճիշտ է։ Հարստությունն էլ երբեմն կարող է մոտեցնել Աստծուն, բայց մեծ մասամբ այո հարստությունը հեռացնում է, իսկ աղքատությունը ոչ թե բուն աղքատություն, այն որ ասենք մարդը ծնվել է աղքատության մեջ, ոչ թե այդպիսի աղքատություն, այլ երբ հարստությունից մարդը ընկնում է աղքատության մեջ, կարծես թե այդ պահին անդրադարձ է ունենում երկրավոր հարստության անցուղիգության շուրջ եւ դա իրեն առիթ է տալիս ուրեմն
վերաբերելու Աստվածայինը եւ մոտենալու Աստծուն։ Այո, աղքատություն ասելով միայն ուրեմն ընչազրկությունը պետք չէ հասկանալ, աղքատությունը լայն հասկացողություն, այնտեղ թշվառություն ընդհանրապես պետք է նկատի ունենալ, այո, մարդը երբ ծայրահեղ, ասենք, երջանկությունից կամ հարստությունից անկում է ապրում ինչ-ինչ պատճառներով թշվառության մեջ է հայտնվում, այո, նրա մեջ անդրադարձ է լինում, որովհետև երկրի երկրավոր անցողիկությունը իր համար շատ ավելի առարգայական է դառնում եւ բնականաբար անցողիկության կողքին պետք է հավերժականը նկատել եւ հավերժականը միակ Աստված է։ Եվ այդ առումով այո, աղքատության մեջ ընկածները շատ հաճախ գտնում են Աստծուն, բայց պայման չէ դա, անպայմանորեն պետք չէ ուրեմն աղքատանալ Աստծուն գտնելու համար։ Աստծուն կարելի է գտնել ամեն տեղ եւ ամեն պարագային։ Սրբազան հայր, մեր հեռուստադիտողը մեկ անգամ ևս փորձել է միանալ մեզ։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև։ Դուք եթերում եք, խնդրեմ։ Ալո։ Մենք լսում ենք ձեզ, խնդրեմ։ Ես Հայ Սուրբին ուզում եի հաստատել։ Խնդրեմ։ Նախ բարև ձեզ։ Հայ Սուրբը շատ խոսեց, որ աղքատությունը ծուլության հետևանք է։ Բայց մենք մեծ մի բանակ, որը բոլորս գործազուրկ ենք եւ աշխատանք ենք փնտրում, փաստորեն մենք ցույց չենք։ Փնտրում ենք ուղղություններ ցույց տալ, ոնց դուրս գանք, ոնց աշխատատեղ գտնենք։ Շնորհակալություն։ Հիմա հարցը արդեն գնում է ընդհանուր գլոբալ ձև է ստանում հարցը։ Այո, ձեր գործազրկությունը մեկ ուրիշի ծուլության հետևանք է։ Մեկ ուրիշը, որը պարտավոր էր ձեզ աշխատանքով ապահովել, ծուլություն է դրսևորել անցած տասնամյակներին, աշխատասիրություն չի դրսևորել, ընչաքաղցություն է դրսևորել, քչով ուզեցել է շատը ստանալ, շատ ձեռք բերել եւ դուք դրանով գործազրկության մեջ եք հայտնվել։ Այսինքն իմ ասածը չի հակասում այն իրավիճակին, ինչը որ դուք ներկայացնում եք։ Ձեր բոլորի գործազրկությունը այսօր այն, որ դուք գործազուրկ եք, սա ինչ-որ մարդկանց, ինչ-որ մի խումբ մարդկանց, պետական գործիչների կամ չգիտեմ ում ծուլության, անաշխատունակության, աշխատել չիմանալու հետևանք է։ Հետևաբար ձեր աղքատությունը մեկ ուրիշի ծուլության նաև հետևանք է։ Ինչպես նաև ընտանիքում, եթե երեխան աղքատ է, երեխան ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր է հայրը, որը չի աշխատում, չէ։ Մենք էլ մի ընտանիք ենք, երկիրը մի ընտանիք է։ Եվ եթե մենք որպես զավակներ հայտնվել ենք աղքատության մեջ, միշտեր կարող ենք աշխատել եւ ստանալ կամ եւ ձեռք բերել, բայց գործազուրկ ենք, գործազուրկի վիճակում ենք հայտնվել, ուրեմն ծույլ է նա, ում խնամքին հասնված ենք մենք։ Հետևաբար իմ ասածը դարձյալ վերստին հաստատում է այդ, որ աղքատությունը ծուլության եւ աշխատասիրության բացակայության հետևանք է։ Այս 10-12 տարիների ընթացքում կարելի էր այնպես անել, եւ դա ես չէ որ պետք է ասեմ, որովհետեւ դա իմ գործը չէ։ Մենք եկեղեցին չի զբաղվում նման գործառնույթներով։ Կարող է զբաղվել, բայց ճիշտ չէ որ մենք թողնենք մեր հոգեվոր բուն պարտականությունը եւ զբաղվենք ուրիշ հարցեր լուծելով։ Բայց եւ այնպես, այո, գործազրկությունը կա, այսօր իրականություն է։ Գործազրկության ուրեմն որոշ կա գործազուրկների մի որոշ բանակ կա, որոնք այո անկախ իրենց կամքից հայտնվել են այդ իրավիճակում, հայտնվել են աղքատության մեջ, հայտնվել են թշվառության մեջ, բայց մեկ ուրիշ պատասխանատուի ծուլության եւ աշխատասիրության բացակայության կամ անկարողության եւ անխելքության պատճառով։ Շնորհակալություն, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, ալո։ Ալո։ Լսում եք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ հարց տվել Սրբազանին։ Հարցս այսպես է. Ում Սրբազան, եթե Եհովականները գալիս են տուն, իրենց ինչպես կարելի է տունել, թե տունել, թե չընդունել։ Հարցս այսպես է։ Շնորհակալություն։ Եթե իրենք նորմալ մարդիկ լինեին, ցավոք նորմալ մարդիկ չեն Եհովայի վկաները, նրանք հոգեգան հիվանդությամբ են տառապում։ Եթե նորմալ մարդիկ լինեին, կարելի էր դուրը բացել, ներս հրավիրել եւ իրենց բացադրել սևն ու սպիտակ։ Իրենց բացադրել, որ իրենք թյուրիմացության մեջ են։ Բայց ցավոք Եհովայի վկաների ճնշող մեծամասնությունը հոգեգան հիվանդներ են եւ նրանցով անշուշտ պետք է զբաղվեն հոգեբուժները։ Ես դա բազմիցս կրկնել եմ եւ չեմ ամաչում իմ ասածի համար, որովհետեւ դա իրոք այդպես է։ Ուրեմն այդպիսի մարդկանց հետ խոսել անիմաստ է, որովհետեւ նրանց համար դիալոգ երկխոսություն գոյություն չունի, իրենց համար գոյություն ունի միայն մոնոլոգ, մենախոսություն։
Իսկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հակված են մենախոսության, պետք է դուրը ուղղակի փակել իրենց երեսին։ Եվ եթե երկրորդ անգամ են գալիս, արդեն ավելի լուրջ միջոցներ պետք է ձեռնարկել, որովհետև որևէ մեկը իրավունք չունի ուրիշի, այսպես ասած, ապահովություն, ընտանեկան ապահովություն, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու։ Որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկի դուռը թակելու եւ ներս մտնելու առանց հրավերի։ Վերջիվերջո այդ ընդհանուր բարոյական նորմերին հակասող բան է այն, ինչ որ անում են Եհովայի վկաները, դռնեդուռ ընկած։ Այնպես որ ուղղակի դուռը պետք է շրխկացնել երեսների։ Շնորհակալություն, Սրբազան հայ, շարունակելով մեր թեման, իսկ մեր թեման սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ հարստությունն ու աղքատությունն է, որին կարող եք մասնակցել 22247 30543 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքում ասացիք, որ հարստության մեջ էլ մարդ կարող է գտնել Աստծուն։ Բայց շատ հաճախ հարստությունը կարծրացնում է մարդկանց սրտերը, ճիշտ է։ Այո, այդպես է, Քրիստոսին ասում է, չէ, ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծագով անցնի, քան հարուստը մտնի երկնքի արքայություն, եւ Քրիստոսի ասածը հասարակ բան չէ, շատ լուրջ, շատ ծանր հետևություն է, որովհետեւ դժվար է բաժանվել ունեցվածքից, դժվար է բաժանվել հարստությունից, հետեւաբար չի կարելի ծառայել եւ Աստծուն եւ մամոնային, եւ որ մարդ դառնում է հարուստ, չի կարողանում այդ հարստությունից բաժանվել եւ միշտ ինչպես ասում են ախորժակը ուտելիս է մեծանում եւ մարդը միշտ ցանկանում է ավելին ունենալ չէ ամենաաղքատ օրինակ ամենաաղքատ այսօր ամենաթշվառ մարդը որ ասենք 5000 դրամի իր համար խնդիր է երազում է 5000 դրամ ունենալ 5-ից հետո 10 10-ից հետո 100 100-ից հետո 500 չկա ուրեմն սահման մարդկային ընչաքաղցության մարդը երբեք որևէ կերպ չի հագենում եթե սիրտը կապում է մամոնային եւ այդ ունեցվածքին հարստությանը դրա համար ի սկզբանե պետք է կանխել այդ սրդի կապվածությունը հարստության որևէ ունեցվածքի նկատմամբ եթե կարողանա մարդը կանխել ինչը որ շատ դժվար է դե մարդը կարողանա կանխել հետեւաբար իր համար 5000 դրամ ունենալը կամ 5 միլիոն դրամ ունենալը կամ 5 միլիոն դոլար ունենալը նույն բանը կլինի այսինքն մարդը կարողանա այդ ամենից ինչ որ ինքը ունի մաս հանել ուրիշին բաժին հանել ուրիշին բայց այո հարստությունը շատ մեծ կայտակություն է եւ հարստության կայտակությունը այսօր մենք տեսնում ենք որովհետեւ այսօր շատ հարուստներ ունենք որոնք թաքցնում են իրենց հարստությունը եւ չենք տեսնում ընդհանրապես նրանց հագեցման վերջնագիծը հնարավոր չէ տեսնել որ ասենք մտածում ես ահա 3 հարգանի տուն կառուցեց երևի արդեն կբավարարվի դրանով եւ կսկսի ինչ-որ մի բան անել ավելի բարեգործության իմաստով բայց տեսնում ես որ ոչ մեկ ուրիշ պալատ է ուզում սարքել այսինքն մարդու ընչաքաղցությունը եթե իր մեջ քրիստոնեական նկարագիրը չկա անչափելի է եւ անըմբռնելի է դրա համար պետք է միշտ ավետարանի ոգով ապրել եւ փորձել ստապ մոդենալ հարստությունը մարդուն տրված առիթ է երկնքի արքայությունը շահելու եւ ոչ թե կորցնելու կարողացավ երկնքի արքայությունը շահել իր հարստությամբ ոչ թե կաշառելով բնականաբար այդ հարստությունը բարի գործի համար ծառայեցնելով ուրեմն կկարողանա եթե ոչ կկորցնի Սրբազան մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ ալո լսում ենք ձեզ բարի երեկո բարի ձեզ ես էլ եմ ուզում Սրբազանին մի հարց տալ վերաբերում է աղամներին ես ցավ եմ զգում որ մեր հայ ազգը շատ փոքր է եւ այդքան շատ բազմաթիվ աղամներ կորություն ունեն ես փորձել եմ զրուցել նրանցից յուրաքանչյուրից ներկայացուցիչներից որևէ մեկի հետ բայց փորձում են համոզել որ դա նույն հավատքն է մենք նույն Աստծուն ենք հավատում իսկ ես փորձում եմ խնդրել եթե նույնն է ինչի՞ եք գնում եկեղեցի ամեն օր պատարակ կա գնացեք այնտեղ աղոթեք որ նույնն է ինչն է տարբերությունը եւ ես խնդրում եմ Սրբազանին Պարզ ձևով բացատրել, ինչ ձևով կարելի է պայքարել նման աղամների դեմ, կամ ավելի պարզ ձևով ինչ ձևով ապացուցել, որ նրանք սխալ են։ Հավատքը հավատք է, բայց եթե նույնն է, իրանք մեր եկեղեցուն մեր հավատքին հավատա։ Շնորհակալություն։ Գիտեք, ընդհանուր որևէ մի բան ապացուցել ընդհանրությանը դա շատ դժվար է։ Որևէ կերպ կարելի է մի բան ապացուցել անհատին։ Դրա համար յուրաքանչյուրի հետ անհատական մոտեցում է պետք։
յուրաքանչյուր այդպես աղանդավորական շարժման մեջ հայտնված մարդուն հետ անհատական զրույց է պետք, անհատական մոտեցում է պետք, տեսնելու համար թե այդ ինչը չի բավարարել իրեն իր հարազատ եկեղեցուն, որ ինքը թողել է իր հարազատ եկեղեցին եւ այսպես ասած գնացել եւ միացել է այդ օտար աղանդավորական շարժմանը։ Տարբեր մարդիկ տարբեր ձևի են մոլորված, բայց կարող եմ ասել, որ մոլորվածների 95%-ը ուղղակի անգիտության եւ մեր եկեղեցին չճանաչելու հետևանքով է այնտեղ հայտնվել։ Ես ինքս այնքան որ զրույցներ ունեցել եմ տարբեր աղանդավորական շարժման մեջ ընկած մարդկանց հետ, 95%-ը այդպիսի տգիտության եւ մոլորության հետևանք է, չեն ճանաչում ուղղակի մեր եկեղեցին։ Օրինակ հոգեգալստականներից շատերը, ճնշող մեծամասնությունը հոգեգալստական կոչված աղանդի, նրանք կարծում են եւ համոզված են, այն մտածում ունեն, որ մեր եկեղեցին չի հավատում Սուրբ Հոգուն։ Այսինքն այդ աստիճան տգիտության մեջ են, մտածելով, որ այն եկեղեցին, որը 1700 տարի առաջ ուրեմն Սուրբ Հոգու դավանանքը իր հավատամքի մեջ է մտցրել, կարող է Սուրբ Հոգուն չհավատալ։ Եվ իրենց քարոզիչները այդ մոլորության մեջ են գցում իրենց, եւ նրանք էլ մտածում են, թե մի ինչ-որ նոր բան են գտել։ Աչքերը բացվել է, ուրեմն իրենց հարազատ եկեղեցին, այսպես ասած, խաբել է անցած 100-ամյակների ընթացքում, հիմա իրենց աչքերը բացվեցին։ Իսկն բացարձակ մոլորության մեջ են, բացարձակ խաբեության մեջ են։ Նույնը Եհովայի վկաների պարագային։ Նրանք կարծում են, թե եկեղեցին, ինչպես են բացատրում, նրանք կարծում են, թե եկեղեցին ուրեմն թաքցրել է Աստծո անունը այս անցած 1700 տարվա ընթացքում ժողովրդից։ Հիմա իրենք բացահայտում են Աստծո անունը ներկայացնում են ուրեմն ժողովրդին։ Բայց ով է թաքցրել Աստծո անունը, կամ Աստված ինչ անունով է, որ կարող է սահմանափակվել, որ մենք այդ անվան մեջ փարփակենք Աստծուն եւ ներկայացնենք։ Այսինքն բոլոր աղանդավորները այս կամ այն կերպ խաբված են, այս կամ այն կերպ մոլորված են եւ այս կամ այն կերպ մեր եկեղեցին չճանաչելու հետևանքով են այնտեղ։ Դրա համար յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում, յուրաքանչյուրի հետ պետք է անհատական զրույց։ Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ժողովրդի, մեր եկեղեցու հավատացյալների զանգվածը լինի գիտակից, կարողանա զրույց վարել այդ մարդկանց հետ։ Ցավոք այդ մարդկանց հետ զրույց վարելու ունակ մենք հավատացյալների մի լայն զանգված չունենք։ Սա մեր ցավն է, որի պատճառով էլ հաճախ այդ աղանդավորները իրենց սուրբ գրքի իմացությունը փորձում են պարտադրել մեր սուրբ գիրքը չիմացող հավատացյալների վրա։ Սրբազան հայր, ունենք եւս մեկ հեռախոսազանգ, թեև մեզ շատ սեղմ ժամանակ է մնացել, ամեն դեպքում։ Ալո։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացա խոսել ձեզ հետ։ Կուզենայի մի հարց տալ հետեւյալը։ Մի խոսք նախ ներկայանամ, որ ավելի ճիշտ լինի խոսալ։ Խնդրում եմ շատ հակիշ, որովհետև մեզ մնում է 2 րոպե տանեն։ Хорошо, շատ լավ։ Ուրեմն այսպեսի հարց, ես նախ Եհովայի վրա եմ ուզում ներկայանալ, եւ հարց, մենք կպարտադրենք, դա ճիշտ լինի այդ արտահայտությունը։ Այս ուրեմն Աստվածաշունչն է մեզ ճիշտ ուղղություն տալիս, թե եկեղեցին։ Վերջացրեցիք ձեր հարցը։ Մի հարց էլ տամ ու Մատթեոս 24-րդ գլխի 9 համարի մեջ, այս ասեմ, կներեք, որովհետև կա այդտեղ Հիսուսի խոսքերից ես կուզեմ մեջ վերեմ, որովհետև մեր պարտականությունն է բոլորս էլ հոգևորի կարիքը շատ ունենք։ Եթե մոլորված ենք, մենք ամենքս պետք է քննենք մեր ճանապարհը, եւ 24-9 համարի մեջ Հիսուսը ասեց ոչ մեկին Տեր, Հայր չկանչեք երկրի վրա, ինչպես վարվենք մենք։ Շնորհակալություն։ Ուրեմն քանի որ ժամանակ չկա, շատ կարճ ասեմ։ Եկեղեցին միշտ ասել եմ, եկեղեցին ավելի շուտ է եղել, քան ավետարանը։ Եկեղեցին ստեղծվել է 33 թվականին Քրիստոսի հարությունից հետո, իսկ ավետարանի ամենավաղ գրվածքը դա 70 թվականին է գրվել։ Ուրեմն եկեղեցին եղել է ավելի շուտ, քան ավետարանը։ Սա պետք է յուրաքանչյուր աղանդավոր ականջին օղանի։ Ավետարանը ինքը եկեղեցվո ծոցում է ծնվել, եկեղեցուց է ծնվել։ Աստված տվել է եկեղեցուն ավետարանը։ Առանց եկեղեցու ավետարան չէր գրվի։ Սա պետք է հասկանալ եւ ըմբռնել։ Վերջին անգամ մեգընդմիշտ պետք է հասկանալ եւ ըմբռնել։ Այդ 40 տարի եկեղեցի չկար, մինչեւ ավետարանը գրվել է։ Հայտնությունը գրվել է 100 թվականին, ուրեմն մինչեւ 100 թվականը քրիստոնեություն չկար, եկեղեցի չկար, ավետարան չկար, հավատք չկար, ուրեմն եկեղեցում է գրվել ավետարանը։ Եկեղեցին ավետարանի պտուղը չէ, այլ ավետարանն է եկեղեցվո պտուղը։ Սա պետք է հասկանալ եւ ըմբռնել։ Իսկ մյուս հարցի նկատմամբ բազմաթիվ անգամներ ասել եմ։
Քրիստոսի խոսքը վերաբերում է Տեր եւ Հայր դավանելուն։ Այսինքն մի դավանեք Տեր եւ մի դավանեք Հայր երկրի վրա որևէ մեկին։ Դա չի նշանակում մարմնավոր հորդ Հայր մի ընդունիր։ Դա չի նշանակում հոգեվոր հորդ Հայր մի անվանիր, այլ նա նշանակում է, որ Տիրոջ տերությունը եւ Հոր հայրությունը մի վերագրիր որևէ մեկին։ Որևէ մեկը կարծիք է կարող է այն կարծիք ունենալ, որ մենք Աստուծո Տեր անվանումը մեզ ենք վերագրում կամ Աստծո հայրությունը մեզ ենք վերագրում, այդպիսի մոլորության եւ այդպիսի ամբարտավանության մեջ կարող ենք լինել մենք։ Ինչպես կարելի է նման բան մտածել։ Այսինքն մեր Տեր լինելը կամ մեր Հայր լինելը բացարձակ շփման եզր չունի Տիրոջ տերության եւ Հոր հայրության հետ։ Սա տարբեր բաներ են։ Ով որ գայթակղվում է մեզ Տեր կամ Հայր անվանելուց, թող չանվանի, Աստված իր հետ, բայց դա չի նշանակում, որ մեզ Տեր կամ Հայր անվանելով Աստուծո Տերը վերագրեցինք մեզ։ Շնորհակալություն Սրբազան Հայր, շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, ուշադրության համար, շնորհակալություն նաև մասնակցության համար։ Մեր եթերաժամը սպառվեց, կհանդիպենք 2 շաբաթ անց Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Միշտ նոր հանդիպում եթերում։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։